Սիրելի հայրենակիցներ, ամեն անգամ ասում ենք էլ խոսելու ոչինչ չկա, սակայն քանի որ մեր երկրի գլխավորը Ադրբեջանի եւ Թուրքիայի Թուրանի գերագույն գլխավոր ծաղրածուն է եւ այժմ զավթած հայոց գահը քերել չի ուզում այնտեղից, քերվել չի ուզում, իսկ մենք առնահեղություն չենք ուզում, այդ դրա համար էլ չենք փորձում ուժի գործադրում, ստիպված ենք ամեն անգամ անդրադառնալ նրա ամեն ասած եւ արած անորակություններին, այսպես ասած։ Հերթական անգամ եւ առաջին անգամ հայոց պատմության մեջ հերթական անգամ հայ լինելու համար, հայրենիք սիրելու համար դատապարտյալ ունենք եւ կրկին հայոց պատմության մեջ հայ դավաճանները կարողանում են հայոց պաշտպաններից վրեժ խնդիր լինել իրենց հայ լինելու համար, ճակետավոր վրեժ խնդիր լինելը։ Միքայել Սրբազանի դատներ եւ ազատազրկեցին 2 տարի Արմինե Մելիքսեթյան, ես չգիտեմ, քեզ հայուհի ասելը պղծել է կոչվում ամբողջ ընդհանրապես հայ գաղափարը։ Դու պատասխան ես տալու Նիկոլից շատ, որովհետև հայոց պատմության մեջ առաջին անգամ դատեցին քո ձեռքով հայոց եկեղեցին ու հայ կրոնը, Սրբազանին, Միքայել Սրբազանին դատապարտելով իբր թե, չգիտեմ, հակապետական ինչ-որ բանի մեջ, այդ շինծ ու մեղադրանքը ինչպես մնացածների վրա եք շինծ ու կարում, հերթական անգամ ապացուցվեց, որ Քեմալական պայմանագրի Քեմալի պուջուրների 5-րդ թուրքական շարասյունը ազգությամբ թուրքեր են, թուրքեր, ավելին ասեմ, Նիկոլ, դու ադրբեջանցի լինելով, Թուրքիայի ազգային հերոսն ես, Քեմալ Աթաթուրքը այդքան չէր կարա թուրք լիներ, երևի հիմա գերեզմանում քեզ նախանձում ու շուռումուռ է գալիս։ Նրանից հետ չմնաց նաև նրա անբարոյականը, ինչի անբարոյականը, որտև կինը եթե 4 երեխա է ունենում եւ վերջում հայտարարում է, որ այդ տղամարդը իր ամուսինը չէ, այդ կինը անբարոյական է առնվազն ըստ հայկական բոլոր ավանդույթների։ Աննա Հակոբյանը վերջացրեց Էրդողանի գիրքը, այսինքն սերտեց նոր թուրանական ուսմունքը, որի մեջ ասում են կան այնպիսի որակավորումներ, ինչպիսիք են հայերը դա սպառնալիք է թուրք ազգին եւ թուրանական ծրագրին, այո, մենք թուրանական ծրագիրը խափանողներն ենք, այո, Կովկասը առանց հայերի եւ առհասարակ աշխարհը առանց հայերի ում է պետք, որովհետեւ մենք հայերս աշխարհի աղն ենք ու ցանկացած իրավիճակում, որտեղ ուզում եք նայեք, բոլոր գերագույն գործերի մեջ, բոլոր այնպիսի դյութերի մեջ անպայման կա հայկական գեն, հայկական որակավորում, հայ արյուն, անհնար է որևէ լավ բան առանց հայի եւ անհնար է որևէ վատ բան առանց հայկական գենը պղծող այլացինների խառնված հայ գենին, Նիկոլ Փաշինյանի տիպի, Ֆրանգյուլի եւ նմանների։ Աննա Հակոբյանը Չինաստանից հատուկ վերադարձել էր, որպեսզի հոգին փառավորվի հայ քրիստոնեական եկեղեցու հանդեպ նոր ոտնձգության իր կողակցի, հանցակցի Նիկոլ Փաշիևի վերջապես գլուխ բերած գլուխ գործոցից եկել էր ասեր Էրդողանի պատվիրանը, եկել էր իրագործելու երիտ թուրքերի կամքը, եկել էր թուրանական ծրագրով նորից իր հրահանգները տալու իր փալաս հանցակցին Նիկոլ Փաշինյանին, որի վրա ինքը վաղուց ոտքերը մաքրում է եւ Չինաստանից բերել էր երևի միայն իր չինական մտածելու անընդունակ ուղեղը, ուրիշ ոչինչ,
Սպանությունների ծածկադմփոցը ես անցած անգամ անդրադարձա Վալոդյա Գրիգորյանին, ձեր արձագանքները շատ սուր էին, ասում էիք վենդետա է, եղբոր համար են ինչ-որ մեկը վրեժ լուծել, փաստացի պարզվեց, որ դա սուտ էր, քաղաքական պատվեր էր ըստ հենց Վալոդյա Գրիգորյանի մոր հարցազրույցի, բառացի ասում եմ նրա վերջին բառերը, մի քանի բառ նրա հարցազրույցից, իմ տղային չներվեց նրա հաղթանակը, ասել է Վալոդյա Գրիգորյանի մայրը, իմ տղան ոսկոր էր նրանց կոկորդին, ովքեր որ այժմյան իշխանազավթների ոտքերի տակ են սողում։ Այսինքն հետքը նորից տանում է քեմալական պայմանագիր, ՔՊ, հետքը նորից տանում է 5-րդ շարասյուն, Նիկոլի 5-րդ շարասյունը Էրդողանի գլխավորած և նրանից ֆինանսավորվող։ Սպանությունների ծածկադմփոցի զուգահեռ քաղբանտարկյալների հարցն է մնում սուր։ Ժողովուրդ, հասկանում եմ, որ հիասթափված եք, որ անիմաստ խոսակցություններից գործողության եք սպասում, գործողություն չկատարելու միակ մեղքը այժմ չձևավորված, վերջնականորեն չձևավորված ակտիվ օպոզիցիան է, որը չունենք, թող չասեք կան, եսի ինչ են անում, չունենք, իսկ այն կուսակցությունները, որ ամեն օր ինչ-որ մեկը նոր ձևավորվում է, իրեն ասում է ես կուսակցություն եմ, ես դաշինք եմ, ես միավորում եմ, ես ինչ եմ, այդ կուսակցությունները ցանկացած կուսակցություն, հայեր ջան, ովքեր որ ասում են Արցախյան հարցը առաջնային չի, միանգամից անհնար է Արցախը հետ բերել, դա պատերազմի սկիզբ է եւ այլն, չընտրեք այդ կուսակցությանը, նրանք վաղն էլ համաձայն են լինելու Զանգեզուրի հանձնմանը, նրանք համաձայն են լինելու նաեւ Հայաստանի կապիտուլյացիային, միայն թե ունենան իրենց տակ Բայաբաժինը եւ Աթոռը։ Սուտ է, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ Նիկոլը թուրք է, ծրագիրը թուրքական է և Հայաստանը տանելու է կապիտուլյացիայի, նրանք ընտրելու են առողջ ուժեր, բոլոր նրանք, բոլոր այն կուսակցությունները, դաշինքները, չգիտեմ, միավորումները, կրկնում եմ, ովքեր ասում են Արցախի հարցը կարևոր է, սակայն առաջնային չէ, և առաջնակարգ հերթում մենք Արցախը վերադարձնել չենք փորձելու, նրանք ընդհանրապես հայկական ոչ մի միտում չունեն, նրանք վաղն էլ համաձայն են լինելու Հայաստանի կապիտուլյացիային, Զանգեզուրի կապիտուլյացիային, որովհետև Արցախը առաջնային է, չունենանք Արցախ, մնալու ենք անդարպաս, ինչպես հիմա անդարպաս ենք, մեր դարպասները, Հայաստանի պաշտպանության դարպասները վաղուց ջարդված են, այս իշխանությունները օր-օրի վրա սպառնալիք են մեր ազգային սրբություններին, եկեղեցուն նրանք չդատեցին Միքայել Սրբազան, նրանք դատեցին բոլորիս, քեմալական պայմանագիրը ՔՊԿ-ն, Սրբազանին բարեհաջող ճակետավոր 2 տարի ազատազրկելով, նա մահմեդականացման թուղթ ցույց տվեց քեզ հայ ազգ, այսինքն դու ունես 2 տարի, կամ թլպատվելու, կամ Նիկոլին ասելու մաքրվի մեր հողից, իսկ ինչ մնում է սաղ նույնն են, բոլորը իրար հետ են, կուլիսային խաղեր կան, իհարկե անհնարին է, որ բոլոր օպոզիցիոն ուժերը լինեն մաքուր և հայրենապաշտ, սակայն կան նաև մաքուր ուժեր, կան մաքուր մարդիկ այդ ուժերում, որոնք Սուրբը սրբոց հավատում են հայրենիքի փրկությանը ու պատրաստ են գնալու, մենք ունենք այդ առաջնորդները, իմ կարծիքը հայտնի է բոլորիդ, ես գովազդով չեմ զբաղվի, սակայն, ինչ վերաբերվում է Նիկոլին, այո Նիկոլը պետք է գնա, այո ռուսական համագործակցությունը Հայաստանի փրկության համար մեզ անհրաժեշտ է, ու Եվրոպան գոյություն չունի որպես զինակից, որպես համախոհ ու պաշտպան, որովհետև և
միության, ՆԱՏՕ-ի ամենաուժեղ բանակը դա թուրքական բանակն է 64,000-անոց, հասկացեք վերջապես։ Ու եթե մենք տեր չկանգնենք մեր երկրին, վաղը մնալու ենք ոչ միայն անհայրենիք, վաղը մնալու ենք նորից անզավակ, վաղը մնալու ենք անսրբություն, վաղը հայ կոչվելու իրավունք չենք ունենալու, ինչպես որ այսօր գլուխներս շատ դեպքերում կախում ենք, ինչպես որ այսօր ոմն ինչ-որ Ալիև, որ հայի փշրանքներով է մարդ դարձել, կարողանում է հոխորտալ և հիմա արդեն փոքր ազգերին է փորձում Ադրբեջանից դուրս վռնդել և արդեն թաթը երկարել է Կովկասի մյուս հողաբաժիններին։ Հայեր ջան, փողոցային պայքարը կտա արդյունք միայն մի դեպքում, ընդամենը 2 ժամ, հարկավոր է համախմբված, մի կողմ դնելով անձնական բոլոր շահախնդրությունները և ցանկությունները վարչապետ դառնալու։ Ես հասկանում եմ, որ Նիկոլի նման թափթփուկը, եթե դարձել է վարչապետ, հիմա ամեն մի մանկլավիկ, որ սրա նրա տված փողերով է կոստյում առնում ու կուսակցություններ կազմում, բացում ամեն օր մի հատ նոր, ամեն մի մանկլավիկ իրան դնելու է իհարկե հերոսի տեղ, իրան թվալու է ինքը ամենալավ տղերն է, ինչով է պակաս, որ Նիկոլից կարա դառնա վարչապետ, բայց մեր երկրին երկրորդ Նիկոլը կլինի վերջնական ավերում Հայաստանի, մեզ երկրորդ Նիկոլ պետք չի, ժողովրդական ասացվածքն ասում է կոշիկ տուրկարի կոշկակարը մի հացել ավել տու, որտև միայն վարպետը ամեն գործում, միայն վարպետը գիտի իր անելիք գործը, եկեք վերջապես հասկանանք, մեր երկիրը այս ճգնաժամից կարող է հանել այն մարդը, ով ունի այդ փորձը, ով արդեն մի անգամ հանել է մեր երկիրը այդ ցեխից։ Հիմա քաղբանտարկյալների հարցով։ Քաղբանտարկյալների մեջ են նաև իհարկե բոլորը անմեղ են, որովհետև քաղբանտարկյալների վրա իրականում կարած են այդ բոլոր գործերը։ Քաղբանտարկյալների մեջ են մեր զոհվածների ծնողները, որոնք ընդամենը իրենց հարցերի պատասխանն են փնտրում և լրիվ անմեղ մարդիկ։ Այդ թվում նաև ես ամեն անգամ դրան անդրադառնում եմ այդ հարցին, Սամվելյանը քաշը տարամիկ չավելացավ, չէ, իսկ Սամվելյանի կյանքին արդեն վտանգ է սպառնում, որովհետև Սամվելյանը շինծ ու մեղադրանքով ևս 3 ամիս կալանավորումը երկարաձգեցին, իսկ այդ մարդը չունի այդ առողջությունը։ Մենք ունենալու ենք երկրորդ զոհ դատարանում, ինչպես Արմեն Գրիգորյանի դեպքում։ Հասկացեք վերջապես, հարկավոր է այդ մարդուն պաշտպանել, հարկավոր է փորձել, միայն դատապաշտպանով դա չի լինի, հարկավոր է չմոռանալ մեր քաղբանտարկյալների թեմաները, հարկավոր է տեր կանգնել մեր քաղբանտարկյալներին։ Իսկ Արամ Սարգսյան, եթե քեզ թվում է, թե դու դարձար դրանով քաղաքական գործիչ, դու ընդամենը Նիկոլ ոչնչության ոչնչությունն ես, ու դրանով հաստատեցիր քո ոչինչ լինելը։ Ես գիտեմ, որ նաև արծարծվելու է որոշ թեմաներ, ընտրություններից առաջ արդեն քարոզարշավը սկսվել է, ոնց հասկացա, արծարծվելու է նաև թեմաներ, որոնք ամեն անգամ, որով կարողանում են ժողովրդի մանիպուլացնել։ Սուտ է, չհավատակ, թե հոկտեմբերի 27-ը, թե մարտի 1-ը, Նիկոլ Փաշինյանի, նրա խունտայի, նրա հովանավորների ծրագրերի մեջ է եղել։ Եվ այդ հետքերը թուրքական են, անհնարին է չլինել թուրք ու անել այն, ինչ որ մենք տեսանք։ Թուրքական է այդ ծրագիրը, ու կարևոր չէ ով է երկրի նախագահը կամ վարչապետը։ Չէ որ նախկին ոչ մի վարչապետ ու նախագահ Էրդողանին չի գրկել, Էրդողանի գիրքը գրկած ման չի եկել։ Հակոբյան Աննա, չգիտեմ դու Նիկոլի ինչն ես,
բայց որ դու նրա հանցակիցն ես ու նրան հավասար պատասխանատվության, մի բան էլ ավելի պատասխանատվության ես ենթարկվելու, դա չի քննարկվում, ժողովուրդ, եկեք վերջապես թացը չորից ջոգենք, եկեք համախմբենք, եկեք հասկանանք ինչ ենք անում, ամեն մի կուսակցության, չգիտեմ, դաշինքի կառավարման, ես չգիտեմ, այդ հավաքվող այդ խմբակների մեջ, եթե կան ամեն մեկում, անգամ երկու հայրեն ասեր, հայրենիք սիրող, հայկական ոգով, զոհվելու պատրաստ երկրի համար, մարդ, եկեք հավաքագրենք, եկեք հավաքվենք, երկիրը խենթերն են փրկելու, երկիրը միշտ էլ խենթերն են փրկում, եկեք համախմբենք, գոնե մի երկու ժամով Նիկոլին մաքրենք, սրան մաքրենք, որ երկիր ունենանք, սրան մաքրենք, որ եռաբլուրը նորից չի եռապատկվի, սրան մաքրենք, որ պատվով հայ կոչվելու իրավունք ունենանք,